Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր ես ցանկանում եմ ցուցադրել կրկին կարմիր հատլոբով աղցանը, որը ես շատ սիրում եմ։ Նախորոք խաշել եմ կես կիլոգրամ լոբի։ Այսքան լոբուն մոտ 2 թեյ կտալ աղ եմ ավելացնում, հետո եթե կարիք լինի, էլի կավելացնենք։ 2 թեյ կտալ կարմիր կծու պղպեղ, 2 թեյ կտալ սև պղպեղ։ Այս ամենը մի լավ խառնում ենք։ Այս աղցանի համար շատ կարևոր է, որ սոխը շատ լինի մեջը, կանաչ սոխ, ուրիշ գլուխ սոխը, որ կտրատում եմ, մի քիչ ուրիշ է ստացվում, շատ լավ է, որ կանաչ սոխ լինի։ Սոխը մանրացրեցինք և հիմա մանրացրած սոխը տեղափոխում ենք աղցանի ամանի մեջ։ Եվ մեկ լավ տապտու վրա ենք անում։ Իսկ հիմա մանրացնում եմ համեմ։ Նաև շատ լավ է ստացվում, երբ որ մաղադանոսերը հետը լինում, բայց այսօր ես ուզում եմ, որ միայն համեմ լինի։ Մանրացած համեմն էլ ենք լցնում աղցանի վրա և լավ խառնում ենք։ Լավ խառնելուց հետո ժամանակն է ավելացնել բուսայուղ։ Բուսայուղը ըստ ձեր ցանկությամբ։ Ես մի քիչ առատ եմ լցնում։ Ով խուսափում է, թող առանց բուսայուղի օգտագործի, որքան ես ինձ հիշում եմ, այս աղցանը մենք միշտ պատրաստել ենք, այնպես որ կարծես թե չի ծերանում, մեզ հետ քայլում է առաջ։ Ահա հարգելիներս, մեր աղցանը պատրաստ է։ Շատ լավ կլինի, որ գոնե կես ժամ հետո փորձեք ուտել։ Այս աղցանը նույնիսկ պանիրին է փոխարինում։ Կարող եք նույնիսկ պանիրի փոխարեն հացի մեջ, որպես բրտունջի մեջ, լցնել այս աղցանը և համեղ ուտել։ Դե ինչ հարգելիներս, պատրաստեք և թող անուշ լինի։